Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո խոսքը քո հոգու զորությամբ թող մեր կյանքերում բերի գերբնական փոփոխությունները քո կամքի համաձայն, ամեն սատանայական ծրագիրը ոչնչացնելով ու քո կամքի մեջ մեզ հաստատելով։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքում։ Շնորհակալություն, սիրելի Հիսուս, քո հաղթանակի համար, որ խաչի վրա կայացած ու ավարտված է։ Քո բոլոր հաղթանակը մեր կյանքի ամեն բնագավառի համար թող բոլորիս կյանքում բերի հաղթանակը։ Հավիտյան փառք ես քո հաղթանակի համար։ Ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, նորից շնորհավոր բոլորիս նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Տիրոջ գերբնական օրհնությունները ամեն մեկիդ վրա։ Տիրոջ պաշտպանության մեջ լինեք ու ամեն բան, ինչ որ անհնարին էր, թող դառնա հնարավոր, ինչ որ դժվար էր, թող դառնա հեշտ, Հիսուսի ձեռքով, Հիսուսի անունով, Տիրոջ զորությամբ, ամեն։ Այսօր սրտումս մի բան կա, որի մասին ուզում եմ ձեր հետ կիսվեմ, որը այս իրավիճակների հետ շատ համահունչ է, ինչ որ տեսնում եք կատարվում է, տարին ոնց սկսվել է, շատ անսպասելի է սկսվել, ու եթե հիշում եք մարգարեությունը տարվա համար, որ դա լինելու է անակնկալների տարի, սյուրպրիզների տարի, որոշ մարդկանց համար դրական, որոշ մարդկանց համար բացասական, բայց այն բոլոր մարդիկ, ովքեր որ իրանց տունը կառուցել են ժայռի վրա, փոթորիկը իրանց վնաս չի տալու, փոթորիկը ոնց տեսնում եք արձակված է ամբողջ աշխարհով մեկ, տարբեր բաներ է կատարվում ու ուզած չուզած ամեն մեկի վրա ինչ որ ձևով անդրադառնում է, բայց այն մարդը, որ իր տունը կառուցել է Հիսուսի վրա, խոսքի վրա, խոսքը լսել ու կատարել է, ինքը ապահովության մեջ է, բայց այն մարդիկ, ովքեր որ Հիսուսի անունն են օգտագործել, բայց խոսքը կատարող չեն եղել, այլ շնչավոր իրանց ցանկությունների հետևից են գնացել, այդ մարդկանց խոսքերը կփորձվեն։ Այս փոթորիկները հենց դրա համար են, որ ստուգվեն ամեն մեկի հիմքերը, իրականում ով է Աստծու հետ եւ ով է որ ընդամենը Աստծու անունը օգտագործում է։ Եթե դու Աստծու խոսքը ունես քո սրտում, ամուր բռնվի այդ խոսքից։ Իմ այսօրվա ուղերձի հիմնական իմաստը դա է, որ այս փոթորիկներից չվախենաս, բռնվի այն խոսքից, որ Աստված քեզ ասել է, ու ամուր բռնվի, որովհետև իրավիճակները բարձրանում են, որպեսզի դու կասկածանքով լցվես այն ամեն ինչի հանդեպ, ինչ որ Աստված քեզ ասել է, որովհետև դրան հակառակ իրավիճակներ կբարձրանան, բայց այն խոսքը, որը քո մեջ է, եթե դա իրականում դու ստացել ես Աստծուց ու քո մոտ հավատք է այդ խոսքի հանդեպ, դու անդադար այդ խոսքի մասին կխոսես, այդ խոսքը կհռչակես ու չես նայի թե ինչա կատարվում քո շուրջ բոլորը։ Ու իրավիճակները, ինչքան էլ որ բարձրացած լինեն քեզ կործանելու, քեզ ոչինչ չեն կարա անեն, եթե դու Աստծու մեջ ես ու Աստված քո մեջ է։ Գիտեք, մի հատ ֆիլմ կա, որը այս օրերին հիշում էի, ես որ այս փոթորիկները սկսվեցին, գիտեք, հնարավոր է ձեզանից շատերը այդ ֆիլմը տեսել են, ֆիլմը կոչվում է Մրիկ, ռուսերեն Սմերչ։ Այս ֆիլմը շատ շուտ եմ տեսել, երևի 30 տարուց ավել է, ամերիկյան ֆիլմ է, ու ֆիլմը շատ հետաքրքիր է, ինքը իհարկե մի քիչ գիտա ֆանտաստիկ է, խոսում է այն մասին, որ այդ մրիկը ուսումնասիրող ինչ որ խումբ է լինում, որոնք փորձում են մտնել այդ մրիկի մեջ, կենտրոնում, ես չգիտեմ ինչքանով է դա իրական հնարավոր, գուցե հնարավոր է, բայց ամբողջ հարցը նրա մեջ է, որ իրանք այդ փորձությունները երբ որ անում են, այդ փորձերը երբ որ անում էին, ստացվում է, որ մրիկը իրենց սկսում էր կործանել, նայածուն բախտը ոնց էր բերում,
ու եղավ մի պահ, երբ որ այդ մրիկը, երբ որ ինչ-որ ուղղությամբ շարժվում էր, այդ ուսումնասիրողներից մեկը, այդ գիտաշխատողներից մեկը ինքը ուղղակի փախնում էր մրիկից, բայց լավ հասկանում էր, որ այդ մրիկը եթե հասնի իրան այդ քամին ուղղակի վերցնելու է։ Ու ինքը մտավ ինչ-որ մի շինություն կար այդտեղ ու գտավ ջրի խողովակներ, որոնք գնում էին դեպի հողի խորքերը, այսինքն կառույցը այդ տան այն ձև էր, որ ներքևում էլ այդ ջրի խողովակներն էին, որոնք շատ հաստ խողովակներն էին ու գնում էին հողի խորքերը, այսինքն ամրություն ունեին ներքևում, ու ինքը վերցրեց իր գոտին և իրեն կապեց այդ խողովակին, դա միակ ամուր հիմքն էր, որից ինքը կարող էր բռնվել, ու երբ որ այդ մրիկը անցավ այդ տան վրայով, այդ տունը ամբողջովին քարուքանդ արեց, բայց այդ խողովակներին, այդ տրուբեքին ջրի, ինքը ոնց կային, տես մնացին, ու այս մարդը, քանի որ իրան կապել էր գոտիով այդ խողովակին, այդ ամրության, այդ ամուր հիմքին, ինքը տեղահան չեղավ, ինքը նման ձևով պաշտպանվեց, մինչև փոթորիկը անցավ, ու այս օրինակը հիշում էի, ու ինչի համար եմ սա ասում, այդ խողովակը, այդ ամուր հիմքը, դա հենց այն Աստծո խոսքն է, որ Աստված ասել է քեզ, բռնվի դրանից ու քեզ փաթաթի այդ խոսքին, ամուր կպի դրան, որովհետև այդ խոսքին փոթորիկը չի կարողանալու ոչ մի բան անի, ու եթե դու ամուր բռնված ես խոսքից, դու կլինես պաշտպանված։ Տարին արդեն իսկ սկսվել է փոթորիկով, ու դեռ բաներ կկատարվեն, որ շատերին կզարմացնեն։ Ամեն ինչ չի, որ բացասական է, շատ բաներ հենց նման ձևով է կատարվում։ Աստված իր տեսիլքը իրականացնում է իր զորությամբ, ամեն բան տեսիլքի դեմ բարձրացած քարուքանդ է լինում, ու շատ բաներ, որ կատարվում են մեր տարածաշրջանում, սրանք պատահական բաներ չեն։ Գիտեք, ես մի քանի եթեր առաջ հիշեցի մի երազ ու պատմեցի ձեզ, որ Ռուսաստանի տարածքում հունձքի ժամանակ, երբ որ հունձքը արդեն մոտ էր, պետք է հավաքեին, հանկարծ կայծակը խփեց էլեկտրական սյանը ու այդ սյունը ընկավ, քանի որ լարերով բոլորը իրար հետ կապված էին, այդ լարերը կտրվեցին ու բոլոր սյուների միջով այլևս հոսանք չէր անցնում ու ժամանակ էր պետք վերականգնելու համար, ու երազիս մեջ Աստված ինձ ասում էր, որ այդ սյունը դա եկեղեցին է, ու ինքը ցույց էր տալի, որ կա հարված, որ գալիս է ինչ-որ եկեղեցու վրա, որը այդ պահին նավակոծության է ենթարկվում, ու դրա պատճառով նաև մյուս եկեղեցիների վրա է դա ազդում, քանի որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Գիտեք, բաներ կա, որ կկատարվեն հիմա Ռուսաստանում, ու շատերի համար շատ անսպասելի է, ու դուք կտեսնեք որոշ եկեղեցիների վրա, որ անսպասելի բաներ են գալիս, ու որոշ եկեղեցիներ կդադարեն այլևս գոյություն ունենալուց, բայց սա ուրախանալու պատճառ չի, որովհետև եկեղեցիները բոլորը իր այդ փոխկապակցված են, մեկը մյուսի ազդեցության մեջ է, մենք ուժեղ ենք միաբանության մեջ, ու երբ որ հարված է տեղի ունենում ինչ-որ մեկին, դա ազդում է բոլորի վրա, բայց քանի որ հատկապես խոսքը ուղղված է ռուսական եկեղեցիներին, գիտեք, քանի որ նման բաներ կկատարվեն, դուք կտեսնեք, որ ձեր աղոթները այլևս չեն գործում, ֆինանսները կդադարեն, ու սա շատ մեծ հարձակում է եկեղեցու վրա։ Հիշում եք, երբ որ Պետրոսը ինքը գնացել էր ձկնորսության, իր ուրկանը գցում էր ու ամբողջ գիշեր ձուկ չէր կարողանում բռնել։ Դա նման է դրան, որ դուք ձեր աղոթներով շարունակական եք լինելու, ջանքը նույն ձևով թափելու եք, որպեսզի արդյունք ունենաք, բայց արդյունք չի լինելու։ Պետրոսը չարչարվում էր, ու ինքը իր գործը գիտեր ոնց անի, որ արդյունավետ լինի, բայց որևէ որս չկար, ապարդյուն էր այն ամեն ինչ, որ ինքը անում էր, բայց այն պահին, երբ որ Հիսուսը իրան ասեց, որ ինքը նավակը դեպի խորքը տանի ու ուրկանը գցի աջ կողմը, այդ ժամանակ եղավ մեծ որս, մեծ ձկների որս ուղղակի եղավ։ Այսինքն, գիտեք,
Այն ինչ որ դուք անում եք, իր արդյունքը չի տա այնքան ժամանակ, մինչև որ դուք հնազանդվեք Աստծուն, ու Աստված քանի որ ազգերին բոլորին կոչ է անում Մինի Արարատի ասքանազի տարածքում կատարել հոգևոր աշխատանք, զինելով ու պատրաստելով Մինի Արարատն ու ասքանազը, դուք այս հնազանդության արդյունքում է, որ կունենաք պտուղ։ Ձեր ուռկանը գցեք Արևմտյան Հայաստանի տարածքում, Եփրատից մինչև Արարատ սարի հատվածը, Մինի Արարատի ասքանազի հատվածը, կոնկրետ այդ հատվածը Արարատյան թագավորության հատվածն է։ Ձեր ուռկանները գցեք Արարատյան թագավորություն, Թուրքիայի հատվածում, Եփրատից մինչև Արարատ սար, ամբողջությամբ այդ հատվածը որսով սպասում է ձեզ։ Ձեզ իրավիճակների մեջից ելքը Աստված տալիս է։ Պետրոսը, որ փորձառու ձկնորս էր, տեսավ, որ իր չարչարանքը պտուղ չունի, որոշեց լսել Հիսուսին։ Լսեք Աստծու ուղերձը այսօր ձեր իրավիճակի մեջ, որպեսզի ունենաք ելք նման դժվար վիճակից, որը առաջանում է, ուղղակի լսեք Աստծու ձայնը, հնազանդվեք ու ձեր ուռկանները գցեք Արարատյան թագավորության տարածքում ու կունենաք հրաշալի որս։ Երեմիա 51:27 տեսիլքին կպնողը Տիրոջ օրհնության մեջ է։ Միաբանվիր տեսիլքին։ Խնդրի Աստծուն, թող ինքը ցույց տա, թե ինչումն է քո մասնակցությունը, ու Աստծո գերբնական օրհնությունը թող լինի քո վրա, քո մասնակցության պատճառով, քո հնազանդության համար։ Մնա Տիրոջ գերբնական օրհնության ու պաշտպանության մեջ Հիսուսի անունով։ Ամեն։